Ինչու մերժել Փաշինյանին և հունիսի 7-ին չընտրել թիվ 16-ին: Ըստ ոլորտների ներկայացնում եմ, թե ինչու չպետք է ընտրել Փաշինյանին և այսօր խոսելու եմ աշխարհաքաղաքական երկու: Առաջինում ասել եմ, որ Տրամպը իր աջակցությունով բառամթերքով ցույց է տալիս, որ Փաշինյանը թուրքական օրակարգի կրող է Հայաստանում: Հիմա էլ ասում եմ, որ Փաշինյանը նաև թուրքական օրակարգի կրող է եվրոպական աջակցության հիմքով և սա երևում է որտեղ: Հետևյալ դրվագում: Փաշինյանը տարիներ առաջ, 3-4 տարի առաջ Ազգային ժողովում ասում էր. «Միջազգային գործընկերները ասում են Արցախի հարցում նշաձող իջեցրեք և ձեզ համար լավ կլինի»: Այդ լավ լինելը տեսանք ինչ եղանք: Նշաձող իջեցնելն էլ Մակրոնի քավորությամբ Ֆրանսիայի նախագահի ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում: Արցախը հայաթափվեց այնուհետ: Մի տարի անց Արցախը հայաթափվեց: Արցախը հիմա գտնվում է օկուպացված Ադրբեջանի ձեռքում: Փաշինյանն ու իր ադմինիստրացիան, իր ռեժիմը շարունակում են մերժել Արցախի հայկական լինելը, շարունակում են թուրքական օրակարգ այստեղ սպասարկել: Հարց է առաջանում. ինչու էր պետք Ֆրանսիային, ինչու է պետք Եվրոպային Արցախը տալ թուրքերին, ադրբեջանցիներին, դրանք նույնական են իրականում: Եվ ինչու էր այս ամենը տեղի ունենում: Որովհետև Ֆրանսիան և եվրոպական երկրները նախ ունեն թուրքական այդ նավթային և գազային ենթակառուցվածքներում բաժնեմասեր, նրանք ունեն բաժնեմասեր, հետաքրքրություններ այս տարածաշրջանում տնտեսական, էներգետիկ առումով և նրանց պետք չէ, որպեսզի Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունենա: Իսկ այդ կոնֆլիկտը տեղի չի ունենա այն ժամանակ, երբ որ Հայաստանը ամեն ինչ տա Ադրբեջանին: Այսինքն Ադրբեջանը ինչ ուզի տա, այդ ժամանակ կոնֆլիկտ տեղի չի ունենա: Եվրոպացիներին դա է պետք: Երկրորդ դրվագը, որ եվրոպացիներին պետք է այստեղ Հայաստանի վրա ազդեցություն և խամաճիկ իշխանություն, Հայաստան վասալ պետություն թուրքականության ներքո, որպեսզի թուրքերը այստեղ ուժեղ լինեն և ցանկացած պահի, երբ իրենց պետք լինի, կարողանան ռուսների դեմ օգտագործել: Հետևաբար ռուսներին թշնամացնելու օրակարգ և Փաշինյանի արբանյակների կողմից շարունակաբար հակառուսականության, թունավոր հակառուսականության քարոզչության տարածումը հենց այս նպատակն ունի զուգահեռ Հայաստանը թշնամացնել Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանից ազդեցությունից կտրեն ռուսական, թուրքական ազդեցության տակ դնեն և կարողանան իրենց ուզած պահին Հայաստանը որպես միջոց, գործիք թուրքերի միջոցով օգտագործեն Ռուսաստանի դեմ: Եվ սա է եվրոպական ծրագիրը, սա է եվրոպական աջակցության ամբողջ էությունը և նրանք աջակցում են ոչ թե Հայաստանին, այլ թուրքահպատակ, կարելի է ասել, թուրքական շահեր սպասարկող Փաշինյանին: Եվ հետևաբար գնում ենք հունիսի 7-ին ընտրատեղամասեր և չենք ընտրում թիվ 16-ին, ընտրում ենք իրական ընդդիմություն: Լավ եղեք, լավ օր բոլորիդ: